ջան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավարը եւ այսպես մի քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը լսենք։ Նախ ինչպես կբնորոշեք, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ի մայրաթորում։ Մենք տեսանք, որ 10 իրադարձները հաղորդակցություն տարածեցին, որ պատրաստվում են գնալ եւ ինչպես իրենք են ասում, վեհապարքորը հանգստի ուղարկել։ Շատ արագ քաղաքական, հասարակական գործիչները, պարզապես քաղաքացիներն են հայտարարեցին, որ գնում են ժամերգությանը մասնակցելու վեհապարքոր կողմից մատուցվող եւ առասված իրենց մոմը վառելու, ինչպես նաև հետո այդ օրը մենք տեսանք վեհարանիվակում, ասված տայի վեհապար օրը, երգում էր հավատավոր ժողովուրդը, վեհապար վանկարկելով և տիրադամներին, ինչպես ասում են, մի գազերի մեջ լցնելով ու ճանապարհելով։ Խնդրեմ այդ օրվա հետ կապված ձեր տեսակետը։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հերթական հրավերի համար։ Իսկապես մեր կյանքում, մեր ազգի, մեր պետության կյանքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Ցավոք սրտի նաև շատ վտանգավոր։ Տպավորություն է, որ մենք քայլում ենք անտունտի եզրով եւ մեկ վրիպում անզգուշություն եւ մենք կգլորվենք անտունտը։ Սակայն ուրեմն այն ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, ես կարծում եմ, որ որոշակի իմաստով ունի շրջադարձային նշանակություն։ Մենք միշտ սովորենք վերջին տարիներս այսպես լսել ժողովրդի անտարբերության, ապաթիայի մեջ գտնվելու, չէ, նույնիսկ այսպես մեղադրանքներ ժողովրդի նկատմամբ, մենք տեսնում ենք, թե ինչպես հասարակական տրամադրությունները փոխվում են եւ երբ դանակը ոսկորին է հասնում, չնայած պիտի ուրեմն արդար լինելու համար ասենք, որ դանակը վաղուց է ոսկորին հասել, այնուամենայնիվ, գիտեք, մարդկանց կրոնական ապրումները, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն պետականորեն ունեն շատ կարևոր նշանակություն, հա, որպես պետական հաստատություն, ուրեմն մեր եկեղեցին կարևորագույն դեր ունի, մեր ինքնության պահպանման մեջ մեծ դեր ունի, բայց մենք չմոռանանք, որ կրոնական ապրումները նաև շատ խորքային, անձնային նշանակություն ունեն։ Կա մի երևույթ, որը կոչվում է վախեցիր Աստծուց։ Եվ ահա մարդիկ եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ուրեմն առաջնորդի հոգևոր ուրեմն հայրերի նկատմամբ վերաբերմունքը այսպես մատների արանքով չի կարողանում ընդունել։ Մարդիկ շատ լավ հասկանում են, այս 8 երկար ու ձիգ մաղձավանջային տարիները արդեն բավական են, որպեսզի մարդիկ հասկանան, որ այստեղ ինչ-որ շատ մեծ վտանգավոր մի շրջապտույտի մեջ ենք մենք հայտնվել եւ եկեղեցու նկատմամբ ահա այս անարգանքը, որին մենք ուրեմն մեր սերունդը փաստորեն ներկա եղավ, սա հենց այնպես չի կարող լինել։ Սա մեծ ավիրումի մի ուրեմն մասնիկն է, մի մեծ սյուն մեր տաճարից, մեր ազգային, մեր պետական տաճարից ուզում են ուրեմն փլուզել։ Եվ գիտեք ինչ, սա մարդիկ դուք տեսաք ինչպես ինքնաբուխ, հա, այսպես առանձին հրավերներ չեղան մարդկանց։ Ուղղակի մարդիկ հասկացան, որ մեկ էլ տեսնում ենք, ահա այս ուժը, այս գործիչը, այս անձը, սովորական հայ քաղաքացին մեկ էլ ասում է, որ ես այնտեղ եմ լինելու եւ փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ մենք տեսանք, որ այո, ժողովուրդը այնտեղ էր։ Բայց գիտեք, մեր ժողովրդի մի մասնիկն են նաեւ ես շատ ցավով եմ այս բառն ասում, խրամատի մյուս կողմում կանգնածները, դա խրամատ էր, եւ ուրեմն ովքեր են այնտեղ առաջին հերթին իմ կարծիքով վախեցածներն են, վախը այսօր այն մթնոլորտն է, որը մեզ չի թողնում լիաթոք շնչել, չի թողնում լիարժեք ոտքի կանգնել հանուն ազատագրման։ Մարտաճարում հավաքված ժողովրդի այն հատվածի նկատմամբ, որը այո ԿՊԵ-ականների փրեվաճակիցները, գիտեք ինչ, այս մարդիկ իմ կարծիքով մեծ մասամբ վախի ազդեցության տակ ինչ-որ սպառնալիքների, մեկը աշխատանք կորցնելու, մեկը ես չգիտեմ, գիտեք վախի մթնոլորտը այսօր շատ բան է որոշում մեզանում։ Այո։ Կարկամած, չգիտեմ, ոստիկանական երկու շարք զորքի հետևն են իրենք կանգնած, ով են իրենք, ինչու է եկել, ինչ են անում այ
շատերը գիտակցում ունեն, որ իրենց բերել են, այո, հենց այդ բանով։ Գիտեք, միայն որոշակի կադրեր նայելով էկրանին, մենք տեսնում ենք, օրինակ ես այնտեղ տեսնում էի կանանց ինչ-որ կերպարներ, որոնք այսպես շրջվում էին, թաքնվում էին, սա այնպիսի մարդկանց պահվածք է, ով ինչ-որ մի վատ բան է անում, հա, եւ չի ուզում երևալ, չի ուզում աչքի ընկնել, որովհետև ինքը ներկուստ գիտի, թե ինքը ինչ է արել, համենայն դեպս ինչ-որ, չգիտեմ, վախի ազդեցության տակ, ինչ-որ ստիպողականության ազդեցության տակ կային մարդիկ, որ եկել էին, եւ այնտեղ ուղղակի շատ քիչ են մարդիկ, որոնք շատ ուրույն այսպես կերպարներ են, գիտեք, ինչ-որ մարդու ոնց որ յուրահատուկ տեսակ լինի, ՔՊ-ն եւ ՔՊ-ի աջակիցները, այդ նույն դեմքերը, ինչ-որ, չգիտեմ, մեկ էլ տեսնում ես ինչ-որ մարդ է, ով մի դեպքում աջակից է, մի դեպքում պատարակ մատուցողների մեջ է, հա, եւ դու հասկանում ես, որ գիտեք ինչ, այսօր իշխանությունները բավականին այս իմաստով խեղճ ու կրակ վիճակում են, որովհետեւ իրենք ըստ էության սոցիալական հենարանից զրկված են, մնացել են ՔՊ-ական այդ ուրեմն իրենց խումբը, ես նրանց էթնիկական մուտանտներ եմ համարում, եւ նրանց հետ ինչ որ ձևերով փող կապակցված մարդիկ եւ ինչ որ մարդիկ, ովքեր, չգիտեմ, իրենց մտավոր զարգացման, կրթական, ուրեմն կրթության բացակայության, բարոյական կերպարի բերումով շարունակում են մնալ, բայց դրանք մենք տեսնում ենք հատուկ են, արդեն մնացել են հատուկ են, այո։ Այո։ Հույսին են մնացել։ Սա ասենալից ցուցակում է կա։ Միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, հրաժարականին եմ միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, որոնք որ մերժել են Աստծուն տված բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի։ Այս օրինակ ինչ ներողություն է, որ սա ձերտիկում ցուցադրվում է, բայց քանի որ տարածվել է։ Դե սա իրողություն է, մենք փաստերի հետ ենք առնչվում։ Այսօր մեր իրականությունը այնպիսին է, որ ահա այս կարգի կերպարներ ուրեմն փորձում են մեր երկրի, մեր ազգի ճակատագիրը որոշել։ Իսկ այսօր այն հարցերը, որոնք դրված են, իհարկե ճակատագրական հարցեր են։ Հիմա տեսնենք ով է ուրեմն վեհապարի դեմ այսպես ոտքի կանգնել։ Ահա ցավոք սրտի այս տիպի մարդիկ են, ովքեր ինչ որ իմաստով խղճահարություն են, հա, առաջացնում, բայց ուրեմն խղճահարություն իրենք այնպիսի վտանգավոր քայլեր են կատարում, որ սրանցից քչերն է, որ չգիտեն թե ինչ են անում, չէ, որ մենք խնդրենք, որ Աստված նրանց ների, մեծ մասամբ գիտեն թե ինչ են անում, ուրեմն իրենք արժանի են համապատասխան, չգիտեմ, մարդկանց աշխարհի եւ աստվածային տարբեր պատիժների եւ այստեղ գիտեք նորից գուցե նաեւ այո խղճահարության, բայց նորից չի կարելի խղճալ, հա, այդ կարգի մարդկանց խղճահարություն են առաջացնում նաեւ եւ իհարկե մեծ խորը վշտովմունք են առաջացնում այն ուրեմն եպիսկոպոսները, որոնք առաջին շարքերում գնում են պղծելու այն հաստատությունը, այն տաճարը, որի ծառաներն են իրենք։ Մինչ դրանը կգա, ուղղակի այս տեսարանն է, Տիկին Ալչաջյան, ուզում նայեք, Գարիկ Դանիելյանը գրել է, ով է այս անձը։ Եկեղեցու սյուների վրա եւ ձեռքով այդ անձանց մարդկանց ասում է մտեք որտեղ հենց այդ պահին վեհապար հայրապետը ժամերգություն էր անցկացնում։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Գիտեք, ինձ սա նշանակում է, որ սրանց հաջողվել է որոշակիորեն ապականել մեր կյանքի բոլոր ոլորտները։ Գիտեք, ինձ սրանք շատ խորքային են աշխատել։
Ինչու պետք է մեր ուրեմն մշակութային այդպիսի օջախի, ինչպիսին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնն է, որ ահա այսպիսի մարտիկ, այսպիսի կերպարներ սողոսկած լինեն այնտեղ, բայց իրենք, գիտեք ինչ, այս ամբողջ տարիների ընթացքում պարապ չեն նստել, իրենց դրածոներին դրել են բոլոր ուրեմն ոլորտներում, ընդ որում կարևորագույն, այսպես կառավարման լծակներ ունեցող դիրքերի վրա են դրել։ Եվ ահա հենց այս օրվա համար են իրենք դա արել, այսպիսի օրերի համար, որպեսզի սրանք իրենց ամբողջ այդ ներքին թշվառությունը ցույց տան։ Ամոթալի է, որ այնտեղ կար նաև մի հատ բան, չէ, քաղաքապետ կար էլի պատերի վրա մագլցած։ Հա, ինչ-որ բան է, հայոյանքներ այնտեղ շատ են, չէ, հնչել, եւ շատ ճշգրիտ ասեց մեր Վրթանես քահանան, բյուրականի ուրեմն եկեղեցու մեր ուրեմն քահանան, ասեց այդ հայոյանքները լսելով եւ որ այդպես բան են անում, հա, ասեց ես զգացի, որ սիրտս պայթում է։ Իսկապես մարդը չդիմացավ։ Այնպես որ այստեղ հավաքված է այն խաժամուժը, այն ամենավերջին, հա, ինչ ասեմ, վերջին հենարանը, վերջին սյունը, որի վրա հիմնվում է այսօրվա իշխանությունը։